Սիրելի հայրենակիցներ եւ այս կարևոր լսումներին մասնակից շատ հարգարժան գոլեգաներ, Պարոն Հարությունյանը իր խոսքում այսպեսի մի հայտարարություն արեց կամ հաստատում, որ հնարավոր չէ լռել այս թեմայի շուրջ, այո հնարավոր չէ լռել, բայց նույնքան էլ ուղղակի աբսուրդի եւ անհնարինի, աներևակայելի ժանրից է, որ մենք այսօր խորհրդարանական երկիր Հայաստանի ամբիոնից պիտի խոսենք թեմաների շուրջ կամ բուն հայ եկեղեցու դեմ սանձազերծված այդ արշավանքի շուրջ, որ ուղղակի մեր ամենադառը երևակայության մեջ, ամենադառը երազանքներում, մղձավանջային երազներում չէին կարող պատկերացնել, որ հայ առաքելական եկեղեցին կարող էր հայտնվել այսպիսի թրքաբարո արշավանքի ուրեմն առջև կանգնել եւ մենք այս ամբիոնից ուղղակի խոսեինք կամ բարձրաձայնեինք սահմանադրության, պաշտպանության եւ պահպանության անհրաժեշտության մասին։ Սա ուղղակի աբսուրդի, նույնքան էլ ազգային ողբերգության ժանրից է, որ այսպես սահմանադրությամբ ժողովրդավարական իրավական պետություն հանդիսացող Հայաստանում մենք պիտի այս ամբիոնից հորդորենք իշխանություններին, որ պաշտպանի այն սահմանները, որ դրել է սահմանադրությամբ, բայց ունենք այն, ինչ ունենք, եւ սա խոսում է այս երկրում տիրող տոտալիտար համակարգի մասին եւ հակառակ այն ուրեմն իրողությանը, որ հայտարարությունը, որի հետ ամբողջովին համաձայն ենք եւ համաձայն եմ եւ կիսում եմ արտահայտված մտքերը, հակառակ որ հայացքը զուտ իրավական է եւ այդպեսին լինելու իրավունք ունի, բայց ես կարծում եմ խնդիրը ոչ միայն իրավական է, այլև քաղաքական եւ ել ավելի բարոյական, որովհետեւ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած երկրում հանկարծ փորձել պաշտպանել օրենքով ամրագրված սահմանադրությամբ հաստատված իրողությունները, բայց սա է իրականությունը։ Եվ ուրեմն բնականաբար գնահատականներ շատ են հնչել, ես չեմ ուզում այս սեղմ ժամանակում խոսել նաև հայ առաքելական եկեղեցու ունեցած բացառիկ դերակատարության մասին այս դարերի ընթացքում, առաջինը քրիստոնեություն որպես պետական կրոն հռչակած մեր ժողովրդի կենսագրության մեջ, պատմության մեջ, քաղաքակրթական ընթացքի մեջ հայ եկեղեցու ունեցած բացառիկ դերակատարության մասին, բայց քաղաքական է լինելու հայացքս եւ նաեւ ասել, որ մենք այսօր գուժում ենք զանգը այս իշխանություններին պաշտպանելու, պահպանելու սահմանադրությունը, ինչը իրենց իրավունքն է, բայց սահմանադրականությունը Հայաստանում խախտված է ոչ միայն հայ առաքելական եկեղեցու համատեքստում առհասարակ Հայաստանում խախտվել է սահմանադրական կարգը եւ ուզում եմ ձեզ հիշեցնել այս իշխանությունների այսպես ասած առաջին բեմելը հարցակում դատական համակարգի վրա։ Սա ձեռագիր է, հետևողական ձեռագիր, այստեղ այո հնչեցվեց, որ ցավոք սրտի ես էլ եմ տեսակետին, որ Հայաստանի ներազգային օրակարգերը շատ վաղուց թելադրված են Բաքվի եւ Անկարայի կողմից եւ նաեւ հենց այդ համատեքստում պիտի դիտել այս արշավանքը այն ամենի նկատմամբ, ինչը ազգային է։ Այո, ես շատ ուրախ եմ, որ պարոն Խուդոյանը հնչեցրեց նաև այն դատական համակարգը կամ իրավապահ համակարգը ներկայացնող անձանց անունները, որոնք առանց երկնչելու իրենց ստորագրությունն են դնում եւ դառնում ստանձնում իրավական ծաղրատուի դերակատարություն, առանց մեկ վայրկյան երկնչելու, որ այդ ստորագրությունը դաջվում է նախ իրենց անձնական կենսագրության ճակատագրի եւ նաեւ իրավապահ ընդհանրապես Հայաստանի իրավապահ համակարգի վրա եւ ընդհանրապես իրավապահ համակարգը դատարանները դարձնել այսպիսի ծաղրանքի առարկա, սա միայն թշնամական ձեռագիր է եւ ուրիշ ոչինչ։ Այո, ցավը հարվածը ներազգային է, բայց նույնքան միջազգային եւ արժեհամակարգային եւ սա չեմ դիտում ես որպես հարված հայ առաքելական եկեղեցուն սոսկ, այլ հարված նախ եւ առաջ մեր պետականությանը եւ հայ ժողովրդին։ Ես ուզում եմ պատահաբար չի ընտրվել հայ առաքելական եկեղեցին, որտեղ այսօր հայ առաքելական եկեղեցին ամենատոկուն ազգային ինստիտուտն է, հակառակ բոլոր հալածանքներին ամենաբարձր վարկանիշ ունեցողը եւ ես համարձակորեն ասում եմ նաև անսասանելի վարկանիշ ունեցողը։ Բնականաբար մենք միջազգային կառույցներին, թե մեր խմբակցությունը, ովքեր ներկայացված են միջազգային տարբեր ինստիտուտներում եւ նաև պատիվ ունեմ, բնականաբար մենք
Միջազգային բոլոր հնարավոր ինստիտուտներում այս մասին խոսելու ենք։ Այս մասին խոսելու ենք, պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքը, մեր ժառանգությունը, մեր բարոյական նորմերը եւ այլն։ Բայց ես այս լսումը, այս քննարկումը նախ եւ առաջ դիտարկում եմ որպես երկխոսություն հայ մարդու եւ հայ հասարակության հետ։ Ես որևէ սպասելիք չունեմ այն իշխանություններից, որոնց ձեռագիրը ինձ համար թրքաբարը, մոնղոլաբարո ձեռագիր է, ես իրենցից այլևս սպասելիք չունեմ, բայց ես այս քննարկումը դիտարկում եմ իբրև երկխոսություն հայ մարդու հետ, հայ հասարակության հետ, որովհետև չկա այլ ճանապարհ, ես չեմ տեսնում այլ ճանապարհ, քան այս իշխանությունների մերժումը, որովհետև ցավոք սրտի, թե նրանց 8-ամյա ձեռագիրը եւ շարունակվող ձեռագիրը, արժե համակարգը եւ այդ ուրախ ավտոբուսը սև լուսամուտներով, որը թույլ չի տալիս նրանց իրականությունը տեսնել, այլ բան չեն հուշում, ուրեմն չկա այլ ճանապարհ, սիրելի հասարակություն, սիրելի հայ մարդ, քան մերժելու այս իշխանությունները եւ վերականգնելու երկրում սահմանադրական կարգը, վերականգնելու բարոյականությունն ու ազգային արժանապատվությունը։ Շնորհակալություն։